Գաղտնիք չէ, որ երգչուհի Ալլա Լևոնյանը վերջին շրջանում շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Երգչուհին ակտիվ է նաև Instagram-յան հարթակում, որտեղ էլ պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։ Իսկ այդ լուսանկարներից մի բան պարզ է՝ երգչուհին գնալով ավելի երիտասարդ տեսք է ստանում ու ավելի գեղեցկանում է։ Մենք հավելենք նաև, որ Ալլան ու նրա ամուսինը՝ Սերոն, ամուսնացած են արդեն 20 տարի։ Երգչուհին իր վերջին հարցազրույցի ընթացքում առաջին անգամ պատմել էր ամուսնու հետ ծանոթությունը և իրենց սիրո գեղեցիկ պատմությունը։ Մենք դա ևս ներկայացնում ենք ձեզ։ Իմ կյանքը երգի պետական թատրոնում էր։ Սերոյենց բակն էլ հենց վերնիսաժի մոտ էր։ Ես մտերիմ էի իր մորաքրոջ աղջիկների հետ։ Շիրոյան Սոնայենց բակը ևս այդտեղ էր, և ես մի կարճ ժամանակ իրենց տանն էի ապրել, դե մեր բարեկամներն։ Մենք էդ բակում էինք լինում և տիկին Ժաննան, ով ամուսնուս մայրն է, և իմ սկեսուրը, իմ Ժանետը, էնքան հաճելի զրուցակից էր, էնքան հետաքրքիր ու թեթև մարդ էր, որ մենք շփվում էինք, ընկերացել էինք, ամեն ինչ իրեն պատմում էի, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս։ Ես էլ իր տղաների հետ բացարձակ չէի շփվում, ինչ իմանայի, որ սկեսուրս է լինելու։ Հետո էնպես ստացվեց, որ շատ պատահականորեն իր եղբոր ծննդյան օրը ինձ հրավիրեցին, գնացի ու մենք պարեցինք մի երգի տակ, որը հիմա մեր սիրո երգն է դարձել։ Գիտեք, ես իրեն միշտ տեսել էի ջինսերով, ավելի սենց սպորտային, ու ինքը էդ օրը կոստյումով էր։ Ու որ հրավիրեց ինձ պարելու, առաջին անգամ նայեցի աչքերի մեջ ու զգացի, որ էս ինչ լավ նայես տղան։ Պարի ընթացքում մենք խոսեցինք, ինքը այնքան բարի ու հետաքրքիր էր, նույնիսկ աչքիս շատ բարետես թվաց։ Հաջորդ օրը հանդիպեցինք։ Արդեն որ տեսնում էինք իրար բարևում ու խոսում էինք։ Մեկ շաբաթ հետո ինձ թվաց, թե ես էս տղային մի ամբողջ կյանք ճանաչում եմ։ Էդպիսի հանգստություն ու երջանկություն այդ տարիքում չէի զգացել, իսկ ես փոքր չէի, 26 տարեկան էի, իսկ Սերոն 28։ Ու 4 ամիս հետո մենք նշանվեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեցին մեր երեխաները, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։ Ալլան ու Սերոն 3 երեխա ունեն, 2 դուստր և 1 որդի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալլան նշել էր, որ ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ։ Նա նշել էր հետևյալը. ամուսինս ուզում է 5 երեխա ունենանք։ Ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում 3-րդ երեխա ունենալը մի քիչ շատ դժվար է։ Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունը շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել, Աստված իր ժամանակին ամեն ինչ կանի, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար այսքանն էր պատրաստել։ Ձեզ ենք ներկայացնում նաև սիրված երգչուհու մասնակցությամբ մի քանի այլ հոլովակ։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ, եկել եմ Լևոնյանի տուն, Ալլա, արդեն գիտեք, սուրճ ենք խմում ու շտապենք այստեղից Հրազդանում համերգ է այսօր, պետք է ներկա լինենք, ողջույն Ալլա։ Ողջույն։ Գնացինք Հրազդան, հիմա աշխատում ենք, շատ կարևոր նախագծեր ունենք, հատկապես ամանորի հետ կապված, քննարկումներ ենք անում, նկարահանումներ ունենք, պլյուս դրան սենց Ալլայի հեռախոսը չի դադարում, ամեն րոպե զանգում են, ինչ-որ առաջարկներ, ամեն ինչ քննարկում ենք, որ հերթով շարժվենք առաջ։ Հրազդանից թորներ կանենք, կհանդիպենք։ Չէ, կա այնի փակա, միկո փարավոն։ Գնալուց Աբովյանով կարելի է։ Հա, ես եմ միկո գալուց եմ ֆայլը։
Vai, sim, canal. Hello,